Հիմա ես ուզում եմ խոսեմ ինչ որ օրենքը գործադրելի է հիմա, որ եթե դուք գնում եք հետիոտի այս գծագրությունը տեսնում եք։ Հիմա այստեղ 20 feet, մոտարապես 6 մետր, դուք պետք է հեռու մնաք, եթե այս կողմից է գնում, թրաֆիկը տեսնում եք այս կողմից է, որովհետև նախապես այստեղ փառք էին անում, հետիոտը գալիս էր այս գծագրված հետիոտի տարածքի մեջ մտնում էր, մեքենան չէր կարողանում իրեն տեսնել, եթե մի մեքենա այստեղ կանգնած լինի, այս վարորդը չի կարողանում տեսնի, ուրեմն այս տարածքի մեջ փառք մի արեք, սրանից հետո թիքետ են տալու, կամ որոշ տեղերում ձեր մեքենան թո են անելու, ուրեմն տեսնում եք 20 feet, եթե այդ տարածքը ինչ որ գնում է։ Հիմա փողոցը երկկողմանի է ինչպես այստեղ, կամ մի կողմանի է չի տարբերում։ Նորից էլի պետք է մի կողմանի է չի նշանակում դուք կարող եք գալ այդտեղ կանգնել։ Ուշադիր եղեք, որովհետև սրանից հետո թիքետ են տալու։ Ես հիմա ուզում եմ խոսել Waltz անունով նախագահը նշանակել էր երբ որ աշխատանք սկսեց Թրամփը եւ անվտանգության պատասխանատուն էր, ղեկավարն էր, National Security Advisor-ն էր իր։ Եվ այդ անձնավորությունն էր, որ այդ ժամանակ սովորական հեռախոսով signal սիստեմի մեջ պաշտպանության նախարարը բացատրում է, որտեղ այս անվտանգության պատասխանատուն մեկ լրագրողի նաև այդ անձիկը, որ կարող են լսեն, սխալմամբ միացնում է։ Եվ այդ լրագրողը, իհարկե այստեղ ցես բացատրել, նի մանրամասը նախ կարծում է, որ իրեն դրեն են այդ խմբի հետ, տեսնում այս մարդկանց հետ պաշտպանության նախարար, այս երկրի արտգործ նախարար եւ բոլոր ղեկավարների անունը այնտեղ տրված է փոխնախագահը երկրի իր անունն էր լրագրողի տրեն են կարծում է նախապես որ իրեն այսպես կատակի են վերցրել ձեռք են առել իրեն այսպես հետո բանից դուրս է գալիս լսում է տեսնում է սրանք խոսում են որ որոշեն են հութիներին Եմենում ռմբակոծեն եւ ոչ թե մի անգամ, մի քանի անգամ, նախ օթանավով, հետո հրթիռներով, այսպես որոշումներ են տալիս ու քիչ հետո իրեն էլ միացնում են։ Ամենայն դեպս այդ պատճառով էր որ Թրամփը շատ մտահոգվում է Waltz-ի այդ աշխատանք որ սխալման մեկ լրագրողի այդ խմբի մեջ ներառել է մտահոգվում է եւ այսօր որոշեց որ այս Waltz-ին տեղափոխի հանի երևի մտածելը չգիտեմ իրեն առաջարկել է որ ՄԱԿ-ի ներկայացուցիչը լինի Ամերիկայի մեկին չէր նշանակել մինչև հիմա UN-ի ուրեմն ամբասադորը լինի Ամերիկայում UN-ի եւ իրեն անվտանգության կազմից հեռացնի իրեն հիմա փոխարինող առայժմ արտգործ նախարարին որ Մարկո Ռուբիո որ շատ հիմա հավատք ունի այդ Մարկո Ռուբիոն շատ գնահատանքով է խոսում որ շատ լավ է աշխատում շատ գիտի ինչ է անում Մարկո Ռուբիո նախապես Ֆլորիդայի սենատորն էր Միացյալ Նահանգների սենատում ես հիմա այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել տեսնում եք աչում Մարկո Ռուբիոն արտգործ նախարարն է ծախում Waltz-ը որ անվտանգության պատասխանատու էր նորից տեսնում եք ում որ փոխել է իրեն ուրիշ առաջարկություն արել ինչ որ ձեզ ասացի այստեղ լրագրողներն են իրեն հետևում են հարցնում են այս մասին պատասխան չի տալիս այդ Waltz-ը տեսնում եք գնում էր եւ սա Եմենում երբ որ մարտի 15-ին պիտի հարձակվեին ամեն ինչը նախապես հայտնի էր եւ Ամերիկան ունի ապահովված այսպես հաղորդակցության համակարգ, բայց այդ համակարգը չեն օգտվում, սովորական համակարգ են օգտվում։
ասում է նախագահը, որ ես ուրախ եմ ասելու, որ Մայք Ուոլցը Ամերիկայի տեսփանը կլինի ՄԱԿ-ում, երևի չուզեցե անել ավել ցած աշխատանք է տվել կամ ավել անկարևոր աշխատանք է համեմատ ինչ որ մինչև հիմա կատարում էր եւ Ռուբիո տեսնում եք այստեղ երկու աշխատանքը առայժմ կղեկավարի առաջի անգամն է 1970 թվից այսպես վիճակ չի եղել որ արտգործ նախարարը նաեւ անվտանգության հանձնախմբի պատասխանատու լինի այդ 1970 թվականին էր որ Ռիչարդ Նիքսոն նախագահը աչում տեսնում եք այդ ժամանակ նշանակում է Հենրի Քիսինջերին նշանակում այդ աշխատանք այստեղ տեսնում եք ասում է Մարկ նախագահն ասում որ շատ լավ աշխատանք է կատարել բայց դրանով անդերձ իր այդ դիրքը փոխում է Մայք Ուոլցի եւ նշանակում է Ռուբիոն երկու աշխատանքը կատարելու այստեղ այդ լրագրողին ինչ որ ներառել էր սիգնալ սովորական հաղորդակցության սիստեմներ այդ Եմենի ռմբակոծման համար եւ իհարկե մի կարճ ժամանակ առաջ ասել են որ Մայք Ուոլցը իրեն դասն առեն այսինքն այդ սխալվեն է հիմա ավելի լավ կաշխատի այդպես արտահայտություն էր արել բայց կարծես թե հիմա ցանկությունն է որ փոխի այստեղ տեսնում եք պաշտպանության նախարարն է որ բացատրել էր մանրամասը ինչպես պետք է հարցակվեն սա նաև քանի անգամ սխալ է կատարել դեմոկրատների ներկայացների ղեկավարն է ներկայացների տան ղեկավարը այստեղ տեսնում եք որ ասում է նրան հանելու փոխարեն պետք է աչում հաներ այս անձնավորությունը որը պաշտպանության նախարարն է Հեքսետ անունով ասում են նրան հանեն է հիմա բայց ճիշտ կլիներ որ նախ սրան աշխատանքից այսինքն պաշտպանության նախարարին աշխատանքից աներ այսպես ասում նախագահ Թրամփը իհարկե այս փոփոխությունը առաջի անգամն է որ նրանց որ նշանակել է առաջի անձն է որ փոխել է իր առաջին նստաշրջանում հաճախ արագորեն այս նախարարները խորհրդատուներին փոխում էր հիմա այս 102-րդ օրն է այսօր որ առաջին փոփոխությունը բերեն այստեղ ես հիմա ուզում եմ շարունակել եւ խոսել որ մեկ hit and run հարվածում է մեկ վարորդ, երկու երեխա եւ մեկ չափահասի անցնենք առաջ եւ այսպես տեսնում եք, հետո թողնում է փախուստ է տալիս։ Գիտեք, hit and run, եթե պատահում է, եթե այսինքն մեքենայով մեկին հարվածեն եք, եթե մնաք տեղում կարող եք անտեսնեն, որ դուք մեղավոր չեք, անձը հետիոտն է մեղավոր։ Այս անձը բայց չի մնում եւ թողում, այստեղ տեսնում եք Justin Colin Adams փնտրում էին իրեն եւ գտնում են իրեն եւ այսպես առավել տեղեկություն են հավաքում եւ կարողանում են գտնեն այդ վարորդին կարողանում են գտնեն այդ երեխաներից մեկը հիվանդանոց է մյուսը տուն են ղրկում չափահասն էլ մասամբ բայց ոչ ոք չի մահանալու Այսինքն եթե անձը մնար մեղավոր է լիներ, կարող է այդպես խոշոր մեղադրանք չլինի։ Իսկ նա որ այսպես հարվածում է, հետո փախուստ է տալիս եւ իրեն փոլիսն է գնում ձերբակալում բերում, դա առավել մեղադրանք է, ինչ որ դատավարության ժամանակ խիստ նկատի է առնվելու։ Ուրեմն եթե անձը ակսիդենտ է ունենում, անպայման հարկավոր է տեղում մնա, որպեսզի ճիշտ Պոլիսը կարողանա այդ ռիփորթը գրի առնի, կարող ձեր օգտին լինի, եթե անձը փախել է, իրեն համարելու են մեղավորը այդ հարցում։ Ես մի տաթար վերցնեմ, սա պատահելն էր իհարկե South Carolina նահանգում էր պատահել այս մեկ beach town, ծովափին մոտ գտնվող քաղաքում էր պատահել։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից եղանակի մասին խոսեմ, հետո Բեյսբոլի խաղի ժամանակ տեսնեք մեկ անձնավորություն 20 ֆիտից 6 մետր բարձունքից երկրորդ հարկից վայր է ընկնում իսկ ծրագիրը հովանավորում է Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը
Եթե տեղեր պիտի վերցնեք կամ տեղատունից եք վերցնում որ կողջ եք, անպայման այստեղ զանգարեք, այս ֆարմասին զանգարեք, որ գտնվում է Grand View եւ ներեցեք Highland եւ Glenox փողոցի վրա։ Highland եւ Glenox փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում, իսկ իրենց հեռախոս շատ հեշտ է 6 000 զանգահարեք, եթե ձեր տեղատունից կողջ եք, զանգահարեք իրենց վստահ կողք կմնաք այս իրենց սպասարկումից, ձեզ օգնելուց, չեն խնայի բոլոր օգնություն։ Մեկ աֆիսներ վարձու է տրվում, երկու աֆիս վարձու է տրվում, կարող եք մեկը վարձել կամ երկուսը վարձել։ Այս աֆիսները գտնվում են Քոլորադո փողոցի վրա է գտնվում, Քոլորադո եւ Չևի Չեյսի հատման կետին շատ մոտիկ է Քոլորադո փողոց, սա հեռախոսահամարն է, կարող եք գնալ տեսնեք։ Սա նորաշեն է, գեղեցիկ գրասենյակներ են, կտեսնեք թանկ դռներով, պատուհաններով, տարածքը շատ գեղեցիկ աֆիսներ են, եթե ցանկություն ունեք աֆիս վարձելու զանգարեք այստեղ։ Երևան Shipping ովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping ձեզ է առաջարկում, որ եթե ծանրոց ունեք, իրենց միջոցով Հայաստան ղրկեք։ Կինը խիստ իջեցրեն են, որևէ տեղ չեք կարող գտնեք, այսքան էժան գնով ծանրոց ղրկեք Հայաստան։ Եթե նավով ուղարկեք նաև կարող եք, մի քիչ ավելի էժան է, բայց 2.5 մինչև 3 ամիս տևելու է։ Այսպես մի քանի օրից ձեր ազգականը իր նվերը ինչ որ պիտի ուղարկեք կստանան մի քանի օրից հետո ընդամենը $5-ից իջեցրել են $2.99, ոչ միտեղ չեք կարող գտնեք այսպես մի բան։ Իսկ առավել, եթե գումար պիտի փոխանցեք Հայաստան $100 եթե ղրկեք, $1 եք ընդամենը վճարում։ $100-ին ընդամենը $1, որևէ տեղ այսպես բան գոյություն չունի։ Երկու կենտրոն, North Hollywood, Lancashire փողոցի վրա, Glendale-ում Palmer փողոցի վրա, այս երկու կենտրոնից կարող եք ձեր ծանրոցը ղրկել Հայաստան։ Քարավան ռեստորանն է ովանավորում ծրագիրը, Քարավան ռեստորանը Glenox փողոցի վրա է, Grand View փողոցի հատման շատ կետին շատ մոտ է, իրենք ամենօրյա ճաշ են ձեզ առաջարկում, կեսօրին կամ երեկոյան, գիշերը կարող եք այնտեղ այցելեք, նաև ամեն օր հարիսային առաջարկում այցելեք կվերադառնա։ Խիստ, հեղեղ, փոթորիկ է տեղի ունենում արևելյան նահանգներում, այստեղ տեսնում եք, հեղեղը խիստ փոթորիկ է տեղի ունենում, դրանք բոլորը Փենսիլվանիա նահանգի մեջ, Օքլահոմա նահանգ, եւ ահա դժվար կացություն է ստեղծված, հիմա շարունակենք, տեսնում եք այդտեղ բարձունքում Օքլահոմա է գրված, Թեքսասից մինչև արևելյան նահանգները ասեն են ուշադիր լինեն, Կոլումբոս, Օհայո, եւ այսպես տեսնում եք, Վեյքո, Թեքսաս եւ ուրիշ քաղաքներ, Հյուսթոնը, նույնպես Ասթին, հետո բարձրանում Մեմֆիս, Թենեսի, Նաշվիլ, Թենեսի եւ այսպես այս քաղաքները բոլորը հեղեղ փոթորիկ տեղի ունեցող։ Երկու հոգի մեքենայի մեջ են լինում, հեղեղը իրենց տանում է մահացել են, դժբախտաբար այդպես այնքան հզոր է այդ հեղեղը Օքլահոմայում մահացել են եւ մինչեւ շաբաթ օր տեսնում եք, ես ինչ ձեզ հետ խոսում եմ հիմա 5 շաբթի գիշեր է, բայց շարունակվելու արևելյան նահանգների բնակիչները, որ դիտում են այս ծրագիրը, նկատի առնեն, որ սա չի ավարտվել։ Տեսեք, ջուրը հեղեղ եկել է, քանդերը լրիվ, տեսեք ինչ խոշոր փոսեր է ստեղծվել։ Հա, տեսեք, սա էլեկտրական սիստեմներ, որ քամին պատճառ դարձավ կայծակ լինի եւ լրիվ վարվի։ 1 միլիոն մարդ Փենսիլվանիայում էլեկտրականություն չունի, 30 միլիոն մարդ ասեն են շատ ուշադիր լինեն։ Սա 4-րդ գիշերն է, ինչ որ հեղեղը եւ փոթորիկը
այսպես խանգարիչ աշխատանք է, ինչ որ տեսնում եք դժվար կացություն հանրությանը, նրանք որ այդ տարածքում ապրում են, տեսնում եք այստեղ։ Ես հիմա ուզում եմ խոսել մենք բեյսբոլի խաղի ժամանակ, որ երկու թիմ Pittsburgh-ի Pirate թիմը խաղում էր Chicago-ի Cubs, այդ թիմի հետ էր միասին խաղալիս, հիմա հստակ չի, թվում է մեկը որ դիտում էր, այսպես գնացել էր խաղը դիտելու այդ բեյսբոլի սիրահարներից, հիմա շատ քաջալերվում է, երբ որ այսպես հաղթանակ են շահում կամ գոլ է ստացվում, այն 20 ֆիտ բարձունքից, պատկերացրեք 6 մետր բարձունքից, երկու հարկից ընկնում է, վայր է ընկնում, ես հիմա ուզում եմ այստեղ ձեզ ցույց տալ, տեսեք այնտեղից ընկնում է ներքև, խիստ վիրավորվում է, իրեն հիվանդանոց են տարել, տեր հիվանդանոցում է, աշխատում են, տեսնում եք այստեղ տեղեկացնում են, որ բժշկական խնամքի կարիք ունեն եւ այս բարձունքը տեսնում եք այդքան բարձունքից վայր է ընկնում գետին։ Խաղը կանգնեցնում են, երբ որ անդրադառնում են եւ բոլորը այսպես աղոթում են եւ սա ուշադրությանին բերում որ խաղ կանգնացրեք մարդ է վայր ընկել, տեսնում եք փոլիսը գալիս է եւ իրեն տեղափոխում են։ Բոլորը ծունկի են եկել այդ այսպես աղոթ կանելով կամ խաղաղություն ցանկանալով այդ մարդուն եւ հիմա հիվանդանոցում է եւ մի պատճառ չէ այլ այսպես դեպք է պատահել, այսինքն մեկը իրեն չի այս տղան ինչ որ ծախում տեսնում եք իր հորը հետ եք տեսնում նկարեն էր այդ ինչ որ ուղակի այդ հերվից նկարելիս է լինում այդ վարկյանը ընկել է իր ապարատի մեջ, կամերայի մեջ է վերցրել։ Pittsburgh-ի Pirate թիմը ցավ են արտահայտվում եւ ասում են հույս են հայտնում որ տեսնում եք խաչակնքում էր այս խաղացողներ խաչակնքում էին բոլորը առողջության համար այդ երիտասարդի ինչ որ բարձունքի ցած է ընկել։ Ես ուզում եմ խոսել հիմա Շան Դիդի Քոմի մասին, ամենաճանաչված երգիչներից էր եւ պրոմոթեր, ուրիշների երիտասարդների բերում էր, երգելու անգամանքով եւ իրենց օգնում էր, որ իրենց այդ ձայնասպառակը կամ ֆիլմը, վիդեոն վաճառվեր, որովհետեւ ինքը հիմա բիլիոներ է դարձել այս 50 քանի տարեկան անձ է, բայց իրեն տարբեր կանանց բռնապարելու համար անցյալ տարի ձերբակալեցին եւ մինչեւ հիմա բանդում է եւ շուտով դատավարությունը պիտի տեղի ունենա հիմա ջուրին են ընտրում ջուրիները ընտրում են իրեն առաջարկում են եթե ինքը ընդունի որ մեղավոր է բռնապարելն է ոչ թե կանանց այլ տղամարդկանց նաեւ բռնապարելն է բայց գիտեք սրանք որ շատ ուժեղ են շատ հարուստ են բոլորը գալիս են իրեն հանդիպելու եւ այլն հետո կարողանում են սրանք այդպես շահագործել իրենց դիրքից այս առաջի անգամ չի որ մեկ արվեստագետ մեկ մեծ մարզիկ այսպես մեղադրանքին են այսինքն դատի են տալիս եւ խնդիրներ է լինում հիմա Շան Դիդի Քոմին եք տեսնում որ այդպես դատավարություն պիտի տեղի ունենա երկուշաբթի օրվանից 20 ռակետիրինգ իրեն առաջարկում են ինչ-որ քիչ առաջի ասացի, ասի մեղավոր է, հետո քիչ թեթև պատիժ կտան իրեն, բայց ինքը ասում է ոչ, մեղավոր չեմ եւ ցանկանում է, որ անպայման դատարան անցնի եւ տեսնում եք այստեղ դատավորն է հարցնում է արդյոք մեղավոր ես թե ոչ, ասում է ոչ, plea deal-ը չի ընդունում Իհարկե չեն ասել, որ քանի տարի պիտի բանդարգվեր, եթե ընդուներ մեղավոր է եւ ավել մեղմ պատիժ նշան տային իրեն։ Եթե ջուրի միջոցով սա մեղավոր դուրս գա, թվում է մինչեւ կյանքի վերջ բանդը մնալու է,
50 քանի տարեկան է, ասացի քիչ առաջ, եւ ասում եմ մեղավոր չի, ինքը պատճառը եղել նաեւ որոշ այս աղջիկներին օգտվեն է, որպեսի ուրիշներին է առաջարկել, ինքը սեռային հարաբերություն է ունեցել, հետո առաջարկել ուրիշներին, եւ մեկ ուրիշ մեղավորություն կա, որ դուք եթե մեկ աղջկա սեքսի համար մեկը վերցնի մի նահանգից տանի մի ուրիշ նահանգ, եթե անչափահաս, որտեղ երբեմն անչափահասներին են տանում, մի նահանգից մյուս նահանգ տանելը ինքը մեծ մեղք է կամ մեծ պատիժ ունի մի նահանգից ուրիշ, սա տարբեր տեղեր իրեն հետ տարերն է, տարբեր կանանց աղջիկների իր հետ տարերն է եւ դատավարությունը պետք է ջուրին ընտրեն հաջորդ շաբաթ եւ հետո որոշեն որ օրվանից սկսի դատավարությունը։ Ես պիտի դադար վերցնեմ բիզնեսների անկումի մասին խոսեմ եւ մեծ բիզնեսները ինչ որ մտահոգություն են հայտնում, որ այս թերիֆը կամ հարկը ինչ որ Թրամփ ասեն է պիտի պահանջի, ինչ որ ներմուծվում է այս երկիրը, մտահոգ են ընկերությունները։ Դրա մասին պիտի խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Եթե միտեղ դուք վարձակալ եք, վարձենեք ապարտման կամ վարձենեք առանձնատուն, այնտեղ մրջում կա, միջատներ կան, մուկ կա, դա բնակելի չի, ձեզ պետք է հատուցում տան, դուք ոչինչ չպիտի վճարեք, մինչև ինքը հաջողի գումարը վերցնի, նախապես ոչինչ չեք վճարում, զանգեք այս հեռախոսահամարին, փաստաբանի հետ խորհրդակցեք։ Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը 3 սրահներ ունի Vivaldi-ին, սա հեռախոսահամարն է 300, 150 եւ 120 տարողությամբ այս 3 սրահներն են, իսկ ամեն օր ճաշ է առաջարկում, ճաշը 10-ից 12 հոգու համար է $300 է, բայց պիտի մեկ անգամ պատվիրեք, որ տեսնեք չափը այդ ճաշի ինչ որ ստանալու եք։ Եվ նաեւ երեխաների համար եթե խնջույք եք կազմակերպում, նրանց համար նաեւ այդ խնջույքի համար ուտելիք ունեն 10-ից 12 հոգու համար $150 է, ամեն ինչ ներառված է այդտեղ։ Դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը, եթե աչքի հետ որևէ հարց ունեք, ջուր է հոսում, աչքի ցավեր ունեք, չեք տեսնում, լավ չեք տեսնում, զանգարեք այս հեռախոսահամարին։ Իր գրասենյակ գտնվում է Jackson փողոցի վրա 240 Jackson Suite 310 սենյակ 310 կամ ապարտման 310, բայց ամենայն դեպս նախապես հեռացայինեք այնտեղ։ M&M Liquor Market հովանավորում է ծրագիրը, սա EBT-ին ընդունում է այնտեղ, սա խմիչք կարող եք գնել եւ նպարատուն է, խմիչք եւ նպարատուն EBT ընդունում է, հեռախոսահամարը տեսնում եք, իսկ իրենք գտնվում են 1951 West Glenox Boat, Glendale-ում է Burbank-ի հարևանության կվերադառնա։ Այս երկրում խոշոր բիզնեսները մտահոգված են, որ այս հարկը ինչ որ նախագահ Թրամփ հայտարարել է, որ ուրիշ երկրներից ինչ որ այստեղ գալու է, պետք է հարկ վճարեն։ Հարկը վճարելիս, օրինակ մի ապրանք, որ պատկերացրեք Չինաստանից գալիս է, եթե այդպես որ դեռ հիմա վերջնական չի, որ ինչ գումար, օրինակ Չինաստանից կացող ապրանքը որ գիտեք 30% Ամերիկայում ինչ գալիս է Չինաստանից է գալիս, Կալիֆոռնիայում 40% ինչ որ բերում են ուրիշ երկրներից Չինաստանից է գալիս, գիտեք ինչ որ գնում եք Չինաստանից է մասամբ գալիս, ամենայն դեպս հիմա եթե ապրանքները հիմա Եվրոպայից է գալիս, որտեղից որ գալիս է Եվրամիության երկրներից նաև մեքենա է գալիս, ուրեմն հարկ է պահանջում։ Չինաստանից 145%-ով Ուրեմն եթե մի բան պետք է Չինաստանից գար այստեղ $10, հիմա դա կլինի $24 50 սենտ։ Հիմա եթե այդպես է լինելու, այդ գումարը գնալու է կառավարության այդ հարկը վերցնելու է։ Իսկ
անձիկ որ բնակում են այս երկրում, նրանք են որ պիտի վճարեն։ Եթե ես կամ դուք գնում եք մի խանութ $10 պիտի գնեիք, հիմա $24 50 سنتով, եթե այսպես որ գնում է, այդպես եթե լինի։ Դրա համար կարծեք թե բիզնեսները դանդաղել է։ Ես հիմա որոշ մեծ ընկերությունների մտահոգությունն եմ նախ ուզում ցես ցույց տալ, ինչպես General Motors։ General Motors ասում է, որ իրենք տուժելու են 4-ից 5 միլիարդ բիլիոն իրենց այս ինչ որ վաճառում էին իջնելու է այդ General Motor-ի վաճառքը իջնելու է մտահոգությունն են հայտնել այս ժամանակ։ Հիմա մենակ General Motors-ը չի Hershey's, որ շոկոլադ է, այս շոկոլադը իրենք ասել են, որ $20 միլիոն Hershey's-ը, որ հին ընկերություններից այստեղ ասել են մենք 20 միլիոն ամեն երամսյակ մեր ծախսը բարձրանալու է կամ տուժելու ենք, որովհետև կոկան ինչ որ օգտվում են, որ շոկոլադը պատրաստեն, այդ կոկա բինզերը կամ գալիս է աշխարհի տարբեր երկրներից է գալիս, Ամերիկայից չի, ուրեմն նախնական ինչ որ օգտագործում են ուրիշ երկրից գալիս է, հետո այստեղ շոկոլադը պատրաստում են, դրա համար նախատեսում են, որ իրենք եթե նույն գինը պահեն, խիստ վնասվելու են կամ պետք է ժողովուրդ վճարեն։ McDonald ղեկավարն ասել է մենք արդեն 3.6%-ով մեր վաճառքը պակսել է, որովհետև uncertainty, այսինքն այսպես որ ժողովուրդ չգիտի ինչ է լինելու, մտահոգված են։ Ամերիկայի բիզնեսային գրասենյակը US Chamber of Commerce նրանք նաև ընդհանուր մտահոգություն են հայտնել, որ այս թերիֆը ինչ որ նախագահը ասել է փոք բիզնեսներին խիստ բանկրապտ է դարձնելու, որովհետև դրսից ապրանք են բերում այստեղ օրինակ Չինաստանից, ուրիշ տեղից այս փոք բիզնեսները արտասահմանից ապրանքները ինչ որ վաճառում են կացող այս երկիրը եւ մի քանի շաբաթ եւ ամիս եթե այսպես երկարի կամ հետաձգվի մեծ դժվարություն կլինի այս փոքր բիզնեսներին, ասում է US Chamber of Commerce։ Տեսնում եք ինչ որ այստեղ տեսնում եք վաճառում են, ծաղիկը անգամ դրսից է գալիս այս երկիր եւ ավել թանկ է լինելու, եթե այս հարկերը պահանջվի։ Ասացի General Motors ամենամեծ մեքենա արտադրող երկիրը, տեսնում եք, քիչ առաջ ես ասացի 4-ից 5 բիլիոն գումար պիտի վճարեն այդ մերոնը, Hershey's-ը տեսակ, իսկ սա ելևմտքի նախարարն է Բեսենտ անունով, որ ասում է պետք է համբերատար լինեք, մինչև տեսնենք ինչպես է ընթանում այս հարցը, ասում է այս երկրի նախարարը։ Գիտեք, բայց stock market-ը իջել է։ Apple-ը ամենամեծ ընկերությունը այս երկրի, ուրեմն ղեկավարը իրենցը այստեղ տեսնում եք Թիմ Քուք անունով, այնտեղ այսօր ասել էր, որ ես եթե ենթադրենք այս թերիֆը հարկերը գործադրելի լինի, սա կփոխի մեր վիճակը կփոխի, մեր առևտուրը կփոխի, եկամուտը պիտի փոխի եւ եթե ոչ մի թերիֆ, այսինքն ինչ որ հիմա կա, եթե չփոխեն 900 միլիոն ավել մեր ծախսը կբարձրանա, եթե դեռ ավել հարկեր չպահանջեն, Apple-ը կարծում է, որ իրենք 900 միլիոն, որ պատկերացրեք 1 բիլիոն ավել ծախս են ունենալու համեմատ, երբ որ հարկերը չկային։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից Los Angeles County-ում, տեսնեք county աշխատողները գործադուլի են դիմել, նրանից հետո Ալթադինայի մասին պիտի խոսեմ, հետո Նյու Յորք, Նյու Ջերսիում օդանավի կայանի մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է
Hollywood Piano-ն է ովանավորում ծրագիրը։ Hollywood Piano-ն Կալիֆոռնիայի ամենամեծ դաշնամուրի խանութն է։ Ամերիկայի նաև կարող է ամենամեծը լինի։ 1928 թվականից աշխատում է իրենց այս խանութի մեջ միայն 100-ավոր դաշնամուր կա, որը գտնվում է Փասադինայում, բայց Գլենդելի հարևանության է, շատ մոտ է Գլենդելին։ Հասեն այստեղ տեսնում եք։ Իսկ այնտեղ որևէ երկրում դաշնամուր է արտադրվում, դրանց մեջ նաև Ամերիկայում արտադրում են դաշնամուր, իրենք ունեն այդտեղ Չեխ Ռիփաբլիկ, ամենասիրած հայերին կապող դաշնամուրը, գերմանական, ֆրանսական, ժապոնական, կորեական, ամեն տեղի դաշնամուր ունեն, այցելեք վարձելու կամ գնելու համար։ Raffi's Market հովանավորում է ծրագիրը։ Եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու, իրենք պատրաստի ճաշ ունեն, այցելեք Raffi's Market։ Court Furniture հովանավորում է ծրագիրը, մրթել եւ Central փողոցի հատման կետում է, տեսնում եք այստեղ Central եւ մրթելի հատման կետում նոր mattress պիտի վերցնեք, այցելեք Court Furniture։ Նաեւ եթե գրասեղան, սեղան, աթոռներ պիտի գնեք, այցելեք Court Furniture։ Եվ Ամերիկայում մեկ խանութներ ունի իհարկե Court Furniture-ը։ Անդրե Ղարիբյան փաստաբանն է ովանավորում ծրագիրը, եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում, զանգարեք այստեղ, նաև եթե accident ունենաք, հեռախոսահամարը ձեզ մոտ պահեք։ Նաղաշ լավաշն է ովանավորում ծրագիրը։ Նաղաշ լավաշ ձեզ է առաջարկում թարմ լավաշ, ամեն օր խանութներն են ղրգում, գնում եք նպարատուն, այս տեսակը վերշեք, նաղաշ լավաշ կվերադառ։ Խոշոր պրոբլեմ կա Apple հեռախոսի, այն ինչ որ կոչվում է AirPlay SDK, այդ սիստեմի մեջ, որ հաղորդակցության սիստեմ է եւ նրանք որ այս հեռախոսը ունեն կամ թաբլետ ունեն, օգտվում են, ուրիշները կարողանում են մտնել ու մարդկանց տեղեկությունը վերցնել, հիմա կգնան տունը կկողոպտեն, ուրիշ կողոպուտ շարունակենք, կարողանում են անել։ Apple-ն ասել է, որ նոր software կառաջարկի, որպեսզի մարդիկ որ Apple ունեն, կամ Apple հեռախոսը, կամ Apple-ի թաբլետը ունեն, այդ software-ի միջոցով պետք է իրենց սիստեմը փոխեն, ինչ որ ասացի AirPlay եւ ինչ որ SDK, եթե այդպես AirPlay ունեք, օգտվում եք, անպայման պետք է ուշադիր լինեք։ Ես ուզում եմ խոսել հիմա գործադուլի են դիմել Los Angeles County աշխատողները 55,000 մարդ ասել էին 2 օր եւ մի քանի ժամ այդպես է եղել, որ ես ուզում եմ ձեզ ցույց տալ, շարունակվում է եւ հիմա մայիսի 1-ն է այսօր ինչ որ ես ձեզ հետ խոսում եմ այս գիշեր։ Եվ այստեղ տեսնում եք Bernie Sanders այդտեղ ժողովրդի առջև Ֆիլադելֆիայում խոսում է, պաշտպանում է բանվորության եւ լինելով International Workers Day մայիսի 1-ը ուրեմն աշխատողների պաշտպան է ինքը, բայց ցույցեր ինչ որ տեղի են ունենում Ֆինիքսում, Փարիսում, եվրոպական երկրներում, ամեն տեղ այստեղ տեսնում եք local labor այստեղի բանվորական համախումբը ասում է LA County SEIU workers 48 ժամ որոշել են, որ այդ գործադուլի դիմեն UC համասարանների աշխատողները այստեղ UC սիստեմի աշխատողները իրենք մտահոգ են, որ չեն առավել մարդիկ չեն վարձում, որովհետև էլ չի վարձում, իսկ Kaiser-ը անցյալ տարի հոկտեմբերից աշխատողները 2400 Kaiser այս մեծ հիվանդանոցների սիստեմի աշխատողները անցյալ տարվանից հոկտեմբերից այսպես ստրայքի կամ գործադուլի են դիմել աշխատավարձը բարձրացնելու համար եւ դեռ շարունակվում է այդպես ինչ որ այստեղ տեսնում եք այս ասացի համաշխարհային աշխատավորների օրն է
եւ ամենտեղ այսօր դուրս էին եկել դա Ամերիկայի տարբեր քաղաքներում կամ աշխարհի ուրիշ երկրներում տեղի էր ունենում այսպես բողոքի ցույցեր, դրանց մեջ նաեւ Լոս Անջելես քաղաքում այդպես դաունթաունում խոշոր ցույցեր էր տեղի ունենում։ Ես հիմա ուզում եմ շարունակել ու ես միաժամանակ պետք է ավելացնեի Լոս Անջելես քաունթին պահանջում են որ այս անձիկ ինչ որ աշխատում են ցանկությունն է որ աշխատավարձը բարձրանա բայց Լոս Անջելես քաունթին հիմա ավել դժվարություն ունի նախ որ թվում է բիզնեսները տանդաղում են ուրեմն ինչ որ հարկ են վերցնում գումար են մարդկանցից վերցնում տարբեր tax են վճարում ուրիշ property եւ այլն գումարները ավել պակսելու է եթե ավել տանդաղանալու է աշխատանքը իսկ Լոս Անջելես քաունթին ուրիշ նաեւ խնդրեմ ունի 1960 թվականից 7000 երեխաներ որ բանդարկված են եղել ասում են որ այդ բանդապանները բռնաբարեն են այս երեխաներին հիմա տատ էր բացվել տարիներ էր տեղի ունենում հիմա եկան համոզման որ այդ 7000 տուժողներին 4 միլիարդ էլեկաունտին գումար հատկացնի դրանքից էլեկաունտին հրդեհ տեղ ունեցավ 2 միլիարդ կամ 2 բիլիոն ծախսել է այս հրդեհի աշխատանքների համար մինչ հիմա դեռ ավել պիտի ծախսի երևի տեսնում եք այդ ընդհանուր հենց հիմա այս վարքյանին գիտեմ որ 6 միլիարդ ավել գումարը գնալու է ուրեմն ավել քիչ գումար կա որ այդ աշխատավորները ինչ որ հիմա գործադուլի են դիմել նաև իրենց աշխատավարձը բարձրացնելու համար ավել խնդրեմ կլինի ես ուզում եմ այս հրդեհի մասին խոսեցի Ալթադինան ձեզ ցուցադրեմ որ Ալթադինայում որովհետև որոշ շենքերը մարդիկ չեն վերադառնում իրենց շենքերը, որովհետև խիստ ծուխ է դեռ եւ այդ մուրը ամեն հրդեհ տեղի ունեցել դրսից ամեն բնակարան դեռ իրենք չեն մտել, որպեսզի ինշուրենսը կարողանա գա տեսնի, վնասները տեսնի, իրանց գումար վճարի։ Եվ այս որովհետև մարդիկ իրենց տանը չեն կարող ապրեն գողերը նկատի առնելով որ մեկը չի կարող այդտեղ ապրի մտնում են տանը եւ ինչ որ ունեն գողանում են ուրեմն մինչեւ հիմա 167-ը այստեղ տեսնում եք շենք կամ տուն միայն Ալթադինայում այս տարի կողոպտեր են կողացեն են դրա համար կամերա են դրել տեսնում եք այս կամերաներն է որով այդտեղից անցնում է մեքենայի լայսենսը եւ ամեն ինչ նկարվում է որ հետո կարողանան տեսնեն այս կամերան է տեսնում եք մեքենան որ անցնում է եթե մյուս կողմից է գալիս համարը վերցնում է այս հեռանում է համարը վերցնում են մեքենայի մեջ massամբ կարող են տեսնեն ով է որ հետո այդ գողերին կարողանան դոկումենտներ ունենան տվյալներ ունենան որ դատի տան որպեսզի պատժվեն ես ուզում եմ հիմա խոսել նաև Նյու-Յորք New Jersey օթանավակայան այնտեղ գոյություն ունի, եթե ընդհանուր առմամբ air traffic controller, նրանք որ այդ աշտարակների մեջ նստում են եւ ղեկավարում են որ օթանավը որտեղ նստի, որ վարքյանին նստի, այսպես այնտեղ հիմա խնդիրներ ունեն, էլեկտրականությունը չկա, որոշ աշխատանքներ են կատարում, ուրեմն այսպիսով ռադարները չի աշխատում, երկուշաբթի չէր աշխատում, 3-4 շաբթի էր, նաև իրենց ռադիոները ինչ որ օգտվում են չէր աշխատում այս Նյու-Յորքում։ Հիմա ինչ է, եթե air traffic control-ը 3000 պակաս ունի այս լրիվ Ամերիկայի համար, եւ այդ պակասի հետևանքով էր Վաշինգտոնում ցեզ աղորդեցի, որ 167, այսինքն 67 հոգի մահացան, որովհետեւ մեկ հոգի աշտարակի մեջ թե հելիկոպտերներին պիտի ասեր որ մագարտակի վրա որ հայթի վրա գնա եւ թե օթանավին այսինքն թե օթանավին պիտի հոգտաներ թե հելիկոպտերներին դրա համար ակսիդենտ եղավ կամ վթար տեղի ունեցավ 67 հոգի մահացան 3 հոգի հելիկոպտերի մեջ 64 հոգի օթանավի մեջ
Washington-ի Reagan Airport-ում։ Հիմա դրա համար խիստ ցանկություն ունեն, որ մարդ վարձեն այդպես, իսկ հիմա անցնենք առաջ դուք Նյու Յորք տեսնում եք այստեղ, որ տարբեր delay տեսնում եք, բոլոր թռիչքները այնտեղ կանգնել են։ Եթե մի օդանավակայանում տեղի չունենում թռիչքները, տեսնում եք այս թռիչքները ինչ որ կարողանում են գան իջնել 12 ժամ ուշացումով են կարողանում իջնել Նյու Յորք Airport-ում։ Եվ եթե պատկերացրեք Լոս Անջելեսից պիտի գնան, ասում են այնտեղ օդանավը չի կարող նստի, ուրեմն օդանավը չի գնում։ Խանգարում են նաև Լոս Անջելեսի օդանավակայանի, Նյու Յորքի, այսինքն Ֆլորիդայի օդանավակայանին կամ Նյու Ջերսի օդանավակայանին կամ ավել շուտ Մասաչուսեթսի այլն, ուրիշ Շիկագոյի օդանավակայանին մեկը մյուսին կապ ունեն, մեկի խնդրը ազդում է բոլորին։ 9.5 միլիոն մարդ գիտեք Նյու Ջերսիում ապրում են, այդ եւ Նյու Յորքը կարևոր օդանավակայաններից մեկն է, որ հիմա խիստ դժվար կացություն է, այսպես տեսնում եք Նյու Յորք այդտեղ հիմա ինչ է խնդրը այնտեղ Նյու Յորքում գործիքների խնդրեմ ունի ճանապարհը կամ runway ուր որ օդանավները պիտի իջնեն ու բարձրանան construction շինարարություն է կատարվում այդ բանդերը ճշտում են մաքրում են աշխատողների պակաս ունեն եւ ուրիշ խնդիրներ բոլորը այնտեղ կա դա ազդում է մյուսին նաեւ այսպես տեսնում եք սա նախարարն է նորանշանակ Թրամփի կողմից որ ասում է որ մենք աշխատում ենք զինվորականներին օգտվում են հիմա որ օգնեն եւ ցանկություն ունեն առավել մարդիկ վարձելու բայց դժվար է գտնելը եւ կոնտրոլերները նախապես 56 տարեկանում չէր կարող աշխատել հիմա ասում են ավել ուշ հանգստի գնան այսինքն 56 տարեկան որ լինում են չլքեն աշխատանք ավել երկար մնան եւ հիմա այսպես է որ մտահոգություն կա air traffic controller-ները ասում են որ այսպես նամանավանդ ազդում է United Airlines-ին եք տեսնում որ իրեն մեծ կենտրոններից մեկը այդտեղ է ես պիտի տաթար վերցնեմ երբ վերադառնա տաթարից պետք է խոսեմ շնաձուկի մասին Գոմեշի մասին, ծովաշունի մասին եւ երկգլխանի օծի մասին։ Իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Իբրահիմը հովանավորում է ծրագիրը։ Եթե թաթի տակ, թաթի վրա վերք ունեք, ոտքի վրա վերք ունեք, քայլում եք շնչասպառ եք լինում, այստեղ զանգարեք։ Սա սրտի վիրահատող է նաեւ ոտքին վերաբերող մասնագետ է ինքը։ Իրեն գրասենյակները գտնվում են Orange County, Commerce, Encino, Glendale։ Glendale-ում 616 East Glenox փողոցի վրա է գտնվում։ Պարոն Էդվարդը ցեզ է առաջարկում, որ եթե բիզնես ունեք, զանգարեք այստեղ եւ խոսեք։ Այսինքն եթե ուզում եք վաճառեք ձեր բիզնեսը, էլ չեք ուզում աշխատեք, այստեղ զանգարեք իր հետ խոսեք։ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը, Jackpot-ը ցեզ է առաջարկում Հայաստան երևի շուտով համար գալիս գնալու եք։ Մեկ զույգ կոշիկը $5 է ընդամենը։ Իսկ հագուստներ կարող եք գնել տանել Հայաստան, գեղեցիկ հագուստներ հատը $5 է, ինչպես տեսնում եք այստեղ։ Jackpot թահանգա քաղաքում է գտնվում։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք ցանկություն ունեք այս տարեցների կենտրոնը գնաք, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն ու կվերադարձնեն։ Անաշեգիֆտ հովանավորում է ծրագիրը, անաշեգիֆտ ցեզ է առաջարկում։ Եթե խունկ եք ուզում վառել, այս սարքավորումը հեշտությամբ կարող եք խունկը, որովհետև այդտեղ բացի աշխատում է, խունկը այսպես օգտվել, եթե տանը կուզեք օգտվել, ուրիշ տեղ եք գնում, գերեզմանատուն, ընդամենը $9.99 անաշեգիֆտ գտնում եք Glenox փողոց, Glendale-ում է Burbank-ի հարևանության կվերադառ։
Ավստրալիայում այստեղ շնացուկ եք տեսնում, մեծ շնացուկ է, բայց եկել է այնքան մոտիկ ծովափին, որ չի կարողանում հետ վերադառնա օվկիանոս։ Իրեն օգնում են, այսպես տեսնում եք, օգնում են, որ այդ հեռանա, որ ավել խորը տարածքները գնա, իրեն այսպես օգնում են գնա այդ օվկիանոսի խորը տարածքները եւ հետո թվում է ուրախությամբ այս շնացուկը գնում է։ Իսկ ես հիմա ուզում եմ ցույց տալ այս կոմեշները, որտեղ տեսնում եք Վայոմինգին մոտ հաճախ մարդիկ տեսնում են, ուզում են գնան կանգնել կողքին, երբ վայրի կենդանի եք տեսնում, թեև կոմեշը այսպես խաղաղ կենդանի է, ինչ որ տեսնում եք այստեղ, բայց կարող է, եթե ցակ ունի, կամ մտահոգված է, որ դուք ուզում եք վնասեք իրեն կամ իր ցակին, չի տարբերում, խիստ սա թոնաներով կենդանի է, մի փոքր հարվածը անցյալում ցույց եմ տվել, մարդը կանգնել էր կողքին նկարվելու ու իրեն հարվածում է, վնասում է, միշտ պետք է զգույշ լինել, եթե վայրի կենդանի եք տեսնում, աշխատեք ինչքան կարելի է հեռու մնալ։ Ես հիմա ուզում եմ խոսել Մասաչուսեթսում ծովաշունի մասին, ծովաշունը տեսնում եք այստեղ սիլերի մասին, որ հաճախ օվկիանոսի մեջ այնտեղ մարդիկ աղբ են գցում, պատկերացրեք լարեր, վայրներ է լինում, որ իրենք թևը մնում է մեջը, գլուխը մնում է մեջը, մի խումբ այնտեղ գնում են այս ծովաշուներին օգնեն, որպեսզի այդպես թանգլեղած կամ դժվարության մեջ է ազատեն իրեն, ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրեն, տեսնում եք, գնում են առաջը կտրում են նրանք, որ խնդրեմ ունեն, այսպես տեսնում եք, հետո բերում են, տեսեք այդ վայրներն է, տեսեք ինչքան էր։ Իսկ մեկ ուրիշը ժամանակ առաջ ձեզ ցույց էի տվել, որ եկել էր հեռացել էր օվկիանոսից, շատ հեռու էր, իրեն օգնեցին հետ տարին մի կենտրոն եւ այսպես billions պլաստիկ կա այնտեղ, վայրներ կա, լարեր կա, օվկիանոսի մեջ բիլիոններ գոյություն ունի եւ դժվար կացության մեջ է տնում այս կենդանիներին, ուրեմն աղբը չպիտի թափել օվկիանոսի մեջ կամ ծովափում, երբ որ թողնում են, տեսեք այս մեկին ազատեն են, ուրախ վերադառնում է մտնի օվկիանոսի մեջ, ինչ որ այստեղ տեսնում եք այդ խումբներ Մասաչուսեթսում, երբ որ հետ է վերադառնում, ուրախության այսպես ուրախանում են։ Իսկ վերջավորության ուզում եմ ձեզ չտեսնված 100,000 օծից մեկը կարող է այսպես ծնվի, երկգլխանի օծն եք տեսնում, սովորաբար կյանքը շատ չի լինում։ Սա դեռ ծագ է, շարունակենք այս երկգլխանի օծը, տեսնում եք մեկը մյուսին էլ նաև քաշում է, տանում է իր հետ եւ այսպես ասացի 100,000-ից մեկը կարող այսպես լինի, սովորաբար սրանք առողջ երկուսն էլ թվում է երկգլխանի մեկ օծը, բայց երկգլխանի կմեծանա մինչև 4 ֆիտ 1 մետր 40 սանտիմետր մեծանում են եւ 1 մետր 20 սանտիմետր ավել շուտ եւ այսպես տեսնում եք 22-ից, եթե առողջ են լինում, 22-ից 30 տարի կարող է ապրել։ Ծրագիր եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, շնորհանդիպում։